Բարև ձեզ, Սիրիական պատերազմի 6-րդ տարին է ընթանում։ Սիրիայի խնդիրը աշխարհաքաղաքական օրակարգում գրեթե բարդագույնն է, միջազգային լայն ներգրավվածությունը նկատի ունենալով։ Սիրիան համաշխարհային պատերազմի մի հարթակի է վերաճել, որտեղ բախվում են տարբեր պետությունների, ազգերի, կրոնական խմբավորումների եւ նույնիսկ կլանների շահերը։ Սիրիական պատերազմը մեծապես դժվարացրել է նաև այնտեղ ապրող հայկական համայնքի վիճակը։ Դեպի ուր է ընթանում այս կոնֆլիկտը, արդյոք կառավարելի է։ Ինչպես է գոյատևում հայ համայնքն այնտեղ։ Այս հարցերն այսօր կքննարկենք Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշի եպիսկոպոս Նալբանդյանի եւ արաբագետ Հայկ Քոչարյանի հետ։ Աստվածօգնական Սրբազան, բարև ձեզ։ Պարոն Քոչարյան, առաջին հարցս ուզում եմ ուղղել ձեզ։ Սիրիայի կոնֆլիկտի վերաբերյալ շատ տարբեր իրարամերժ կարելի ասել գնահատականներ են հնչում, քաղաքագիտական վերլուծություններ կան, որ Սիրիայի կոնֆլիկտը ավելի շատ ներիսլամական կոնֆլիկտ է եւ նույնիսկ կան գնահատականներ, որ բոլորովին այդպեսին չէ եւ նույնիսկ վտանգավոր է այդ որակումը։ Ի վերջո աշխարհը կողմնորոշվել է արդեն, թե սա ինչ կոնֆլիկտ է։ Հարցը շատ բազմաշերտ է, որ տալիս եք կոնֆլիկտը տարբեր չափող հարթություններ ունի։ Այդ հարթությունները շահերն են, որ այն ուժերի, որոնք ներգրաված են տարածաշրջանի կոնֆլիկտում եւ տարածաշրջանային ուժերը եւ արտատարածաշրջանային։ Բայց այդ ամենայնիվ կա երկիր, որը իր ներքին խնդիրներով պարզվեց, որ որքան էլ որ վերցնենք Ասադների վարչական իշխանությունը սկսած Հայր Ասադից եւ որդու, թվում է թե պինդ կուր երկրի հետ գործ ունենք։ Բայց մի թեթև այս ցնցումը ցույց տվեց, որ այդ տարիները երևի թե ճիշտ չէին օգտագործվել, որ կառուցվեին ոչ թե թվացալ անվտանգությունը լիներ, այլ ամուր թե ներքին հասարակական կապերը ամուր կառուցված լինեին, որտեղ Սիրիայի կա էթնիկ դավանական եւ այդ շերտերը նրանք հիմնականում գոյատևում էին այդ ստեղծված կարելի ասել բռնի կոշտ ուժի կիրառմամբ այդ անվտանգության ապահովմամբ, որը անմիջապես հենց մի թեթև եղավ հարց բարձրացնող, թե այդ ուժը կարող է ապահովել անվտանգություն, միանգամից սկսեց քանդվել ամեն ինչ։ Եվ խնդիրն է, որ այդ տարիները չեն օգտագործվել այդ երկրի այդ ցեղակլանային համակարգը հաշվի առնելու եւ ինտեգրելու այդ կառավարման մեջ։ Խնդիրը ստեղ է։ Ոչ թե որ եթե չկա երկրում խնդիր, դա արտատարածաշրջանային ուժերը կամ հարակից պետությունները հնարավորություն չունեն շատ ազդելու։ Եվ սա բնականաբար գիտեին դրսում, այսինքն արտաքին ուժերը։ Գիտեք, այդ աշիրետների համակարգը, որ կար, ինքը աշխատում է, միշտ աշխատել։ Սկսած առաջին համաշխարհայինից հետո, երբ որ որոշեցին, որ քամը դրեցին, քաշեցին, ասեցին, այս Իրաքը, սա Սիրիա, սա Հորդանանը, այսինքն այդ ցեղային համակարգերի շահերը հաշվի չառնվեցին։ Եվ դա մի օր պետքա պայթեց, այսինքն 6 տարի առաջ, երբ որ եղավ նպաստավոր ինչ-որ պայմաններ։ Ինչ ասել է ներիսլամական կոնֆլիկտ, այսինքն այստեղ խնդիրը ում շահերի մասին է, քանի տեսակ խմբավորումներ են դրանք։ Այստեղ երբ որ օգտագործվում են իսլամական, ամենաառաջի շեշտադրումը դա սուննի շիա հակասության մեջ են փորձում դիտարկել, ինչը որտեղ բնակչության, մուսուլման բնակչության մեծամասնությունը եւ այդ աշիրետական համակարգը, որ կա Սիրիայում, նրանք բոլորը սուննիական են մեծամասնությամբ։ Իսկ իշխող վերնախավը ալավիական, որը շիական ուղղության ճյուղերից մեկն է, որը ծայրահեղի շիական ուղղություն է համարում, բայց ծայրահեղ ոչ թե մեթոդի են ծայրահեղի իմաստով որ աբեկչական գործողություն, այլ պարզապես աստվածացման Ալիին եւ Ալիին աստվածացնելու փորձեր կան ծայրահեղական շիական ուղղություններում, դա համար են ծայրահեղական, այսինքն դոգմատիկ առումով են ծայրահեղական, այլ ոչ թե մեթոդաբանության, որտեղ ծայրահեղություն բառը միշտ խանգարում է անցալել։ Այսինքն այս կոնֆլիկտը կա, որ այդ փոքր եւ բնակչության մոտ 10%-ն են կազմում, միշտ կազմել Սիրիայի, դա մի փոքր ավել բանով, այսինքն սա նկատի ունեմ, որ շիական ուղղությունը իրավամբ չպետք է իշխի մեծամասնություն սուննիական եւ այդ կոնֆլիկտը տանում են այդ ուղղությամբ։ Բացի դրանից սուննիական դաշտն էլ այդպես միատարր չի։ Այսինքն այնտեղ ունենք ծայրահեղ խմբավորումներ, այսինքն սալաֆիական ուղղություններ, վահաբական գաղափարախոսությամբ սնուցվող ծայրահեղ իսլամական, իսլամիստական գաղափարներ, այսինքն տարբեր
խմբեր են, այսինքն չկա միասնական ոչ սուննիական, ոչ շիական։ Կան կոնկրետ խմբեր, որոնք շահեր են հետապնդում կոնկրետ տարածքում եւ սնվում են կոնկրետ ինչ-որ մի դոնոր երկրից, այսպես ասենք, այսինքն չկա մշտական դիտարկման հնարավորություն, որ մենք ասենք, որ այս խումբը միշտ իրար հետ են, այսինքն մյուս խմբի հետ հակասության մեջ են, չէ՞։ Ցանկացողի կարող են վերաձևավորել։ Դա շատ ճկուն է այդ համակարգը, որովհետեւ ամբողջ այդ պատմությունը մերձավորավերքի դա շահերը, դաշնակիցներ եւ շահերի այդ ճկուն համակարգն է գործել, այստեղ կրոնը եւ ուղղությունը կամ հավատը այդ եղել ամենաառաջի կրիտերիան որոշելու, անվտանգության հարցն է եղել։ Դա մենք միշտ ունեցել ենք տարբեր ասենք տեսական դոգմատիկ առումով եթե նայենք հնարավոր չի տեսնել, այսինքն երբ որ սուննի-շիա հարաբերությունները նորմալ են, բայց ինչ որ մի պահ եղել է այդտենց որտեղ արտաքին անվտանգության համակարգ լուծելու խնդիր է եղել։ Հիմա ասենք այդ խնդիրները կան, անվտանգություն, բայց քանի որ խաղացողներն են շատ Սիրիայի կոնֆլիկտում, շահերն են բազմատեսակ, դրա համար այդ հարաբերությունները շատ դժվար հաշվարկելի են եւ ամեն վարքյան փոփոխվող։ Սա է կոնֆլիկտը, դրանից նույն վարչակարգ Ասադյան ինքը նույնը շահերի վրա է խաղում։ Արևմուտքի եւ Ռուսաստանի Միացյալ Նահանգների, այսինքն որ պահին, որովհետեւ թվում է թե մի պահ քրդերի հետ ինչ-որ ընդհանուր խնդիր են լուծում, մեկ էլ տեսնում ենք, որ քրդերի հետ կոնֆլիկտ կա, ուժերը, որոնք իրար հետ էին պայքարում իսլամական պետության դեմ, եկել սկսեցին իրար հետ որտեվ կա ինչ-որ թույլատրելի այդ սահմանը, որը այսքան թույլ ենք տալիս ձեզ, բայց այսքան դեռ պատրաստ չենք թույլ տալու։ Որտեվ Սիրիան տարիներ շարունակ համարվել է բացառիկությունը ընդգծվել է հենց միայն այն իմաստով, որ միշտ կրոնական կամ ազգային կամ էթնիկ փոքրամասնությունները, չգիտեմ, նույնիսկ մեծամասնությունները միշտ իրար հետ շատ հաշտ ու համերաշխ են ապրել, այսինքն տանհերքելի էր, այսինքն փորձ կարող ասել, որ Դամասկոսում ապրած իմ տարիներին կարող էր, ասենք, գիշերը ժամը 2-ին, 3-ին դուրս գայր փողոց, ոչ մեկ երբևէ չէր մոտիկանա, չէր ասի, անգամ կարող էր ոսկեղենով դուրս գայր կամ աղջիկերքը անգամ շատ ոչ մուսուլմանական տարած հակած եթե դուրս են գալիս, ոչ մեկ չէր մոտիկանում եւ չէր անհանգստացնում։ Այսինքն այդ դիտարկումը զոհպես, իսկ ձեր նշած այդ կրոնական եւ էթնիկ բազմազանությունը, քանի որ ալավիական վերնախավի փոքրամասնություններ այդ դրանով ապահովում էր փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, որի կարող ենք դիտարկել մեր հայ համայնքի ստեղծած այդ մշակութային ժառանգության ծավալով, թե ինչեր ունենք այնտեղ։ Սրբազան, ինչպիսին է այսօր հայ համայնքի դիրքորոշումը, որովհետև կոնֆլիկտի սկզբից տևական ժամանակ համայնքը հայտարարում էր, որ ինքը լոյալ է։ Ինչպես է հնարավոր լինում Սիրիայում պահել այդ լոյալությունը եւ ինչպիսի վերաբերմունք կա այդ լոյալության նկատմամբ այնտեղ հիմա։ Շատ լավ, ես նախ կուզեմ շնորհակալություն հայտնել այդ բոլոր վերլուծումներուն, որ կատարեց բան Հայկը եւ այդ լույսի դակ պետք է դիտել։ Եվ որ գսենք կոնֆլիկտ կամ հագամարտություն, պետք է ընկալենք թե երկու կողմ կա իրարու դեմ հագամարտին, այլ սա խնդիրներու հանգույցն է։ Եվ այդ հանգույցին մեջ նաև իբրև քաղուտ փոքրամասնություն դեր եւ թիկ բռնելը ինքնին շատ պատասխանատու, շատ վտանգավոր եւ շատ բայթունակ ուրեմն թիրքն պետք է լա։ Եվ այս նոր երևույթը չէ։ Եվ ըստ երևույթին ինչ որ մենք ունեցած ենք Սուրիայում հետ խաղաղ եւ այլն վերջին 5 տարիներուն գերեվա թե այսպես վարակույր մներ քողարկված արևելյան հյուրասիրության մարտասիրության վարակույրին յետև ըստ երևույթին շատ խնդիրներ կային, որոնք չեն խոսվել եւ հիմա բայց բայթունակել եւ հիմա բայտեց, ինչպես որ դուք ասիք։ Այսօր մեջ ինքնին հաստատել իբրև քաղուտ արդեն ինքնին մեծ ուժ եւ մեծ ներդրում կպահանջի։ Եվ ի վերջո հայերը միշտ գրծած են, հայ քաղուտը գրծած է իր տեղը գտնել, իր նկարակիրը դասավորել եւ իր խոսք ունենալ այդ ընդհանուր մեջ, նույնիսկ որոշ չափով նաև հերանալով ընդհանուր հասարակության
այսպես ասեմ մտնոլորդեն իր դպրոցին, իր ակումբին, իր մշակութային դանց մեջ ուրեմն հաստատելու եւ վերամշակելու իր մշակույթը, ստեղծելու, ստեղծագործելու եւ այլն։ Այս ունենալու համար իբրև փոքրամասնություն, այն ասեմ թե ասկային փոքրամասնություն չէ, այլ գրոնական փոքրամասնություն, բայց հայերը ունին նաեւ ասկային թիմակիցի փոքրամասնություն։ Այս բոլորը ունենալու ապահովելու համար եւ գայուն քաղուտը իր հարստությամբ իր հոգեվոր մշակութային կյանքը ապահովելու համար կարիք ունենք գայուն պետականության։ Եվ ուրեմն ես չեմ ուզել ասել թե մենք ավելի հավատարիմ կամ լոյալի թիպ որտեղ գրեցին գսելով թե մենք այս կողմին հետ ենք կամ այն կողմին թե մենք ոչ, բարձրապես մեզի համար այդ պետականության գայունությունը ինքնին գրավականներ քաղաքային գայունության։ Եվ այս բոլոր հանգույցի մեջ, եւ որ գտեսնենք թե այս հանգույցի լուծման լծակները եւ որոշող կողմերը ինքնին թե Սուրիայի մեջ են եւ թե Սուրիային դուրս եւ այնքան իսկապես իրարամերժ եւ իրարու մեջ այսպես խառնաշփոթությունը գա արդեն ամենավաղ, այսինքն առաջին դարվա մեջ մենք եւ ինձ հետ Փարք Աստուծո իմ հոգեվոր առաջնորդ եղբայրները հասկացանք եւ սկսանք նաեւ մեր հայդարությունով հանդես գալ թե մենք կքննադատենք, կդատաբարտենք ամեն տեսակ բռնություն, ահաբեկչություն, որ գոմենալ եթե ըլլա, եւ մենք միան Սուրիո համար եւ Սուրիո գայունության եւ խաղաղության համար են։ Սա իր հետ կփերը նաեւ որոշ պատասխանատվություն, իր հետ կփերը որոշ վտանգ, որովհետեւ ամեն մեկում կընդունի իր ընկալածին պես եւ անոր համեմատալ կրնա պատասխանել։ Հարցն այն է, որ այն մյուս կողմը, որը ավելի իսլամական պետության կամ իսլամիստական զայրահեղական մտքերով ուրեմն կփորձեն ինչ որ տեղ ունենալ Սուրիո մեջ, անոնց հետ մենք դժբախտաբար չենք կրնար երկխոսության մեջ մնալ, որովհետև իրենք չունին այդ ճիղը եւ բնավորությունը, մանավանդ որ մեզ ուրիշ աչքով գտիդեն իբրև անգրոն, անհավատ եւ այլն։ Այսօր գողքին մենք հիմնահարցեր ունենք լուծելու պետության հետ, որը գիտենք ով է։ Անցը հասցեն նախարարը, քաղաքապետը եւ այլն գրթության նախարարը մեր դպրոցներուն գրթական համագարկին վերապերող եւ իրենց հետ մենք կարողանանք ապահովելու համար մեր գրթական մագարտակը, մշակութային դեղը, գրոնական մեր կյանքը ապահովելու եւ այլն։ Այս չնշանակեր սակայն թե մենք հավատարիմ ենք գուրորեն պետության, միայն թե մենք հարգեցնենք շատ խնդիրներ պետական համագարկի մեջ, կաշառակերության մեջ, նաև ինչպես ասի բարերես բարակուրված քաղաքավարության մեջ թե շատ հիմնախնդիրներ ունենք ժողովրդի ուրեմն թաշտին վրան մագարտակին վրան եւ գխոսենք պաշտպանելով կոնե մեր բարակային մեր քաղաքի զավակներուն իրավական կամ այլինչ խնդիրները եւ այս համագարկի մեջ ես չէի ուզել ասել թե մենք գոմ ենք այս կամ այն գոմին եւ ոչալ չեզոք ենք ամեն մեկս իբրև առաջնորդներ եւ կամ ղեկավարներ ամեն մեկը իր հերթին որը ավելի հայտարարության արգարիկը ունի մեր կարողության եւ հանրաժեշտության գաբեր հաստատած ենք նաեւ այսպես կոչված ոչ բարյացակամ կողմերուն հետ այսպես կոչված ինտիմատիր արյունարփու եւ ոչ արյունարփու կամ ավելի խաղաղասեր շրջանակներուն հետ բայց իրենք կետրոնացիկ կամ գետրոն մոչունին որուն հետ կրնանք գլուխ մոչունին այսին կրնանք այս տղամասին այս քաղաքին հետ ինչ որ այդ խմբավորումն հետ լեզու գտնել որը իզորու չէ նաեւ մյուս քաղաքի մյուս տղամասին մեջ եւ որտեղ հայտնի չէ մյուս քաղաքի մյուս տղամասի մեջ ով է այո եւ միշտ կփոխվի այսուհանդերձ կփորձենք այսպեսի հավասարակշռություն մբահել որովհետեւ ապահովենք նաեւ խաղաղ ընթացքը մեր եկեղեցին եւ մեր քաղաքին Անշուշտ շատ բարդ է։ Պարոն Քոչարյան, հայտնի է, որ հայերի համակեցությունը շիաների հետ ավելի լավ է ստացվում, քան սունիների։ Ես նման ստատիստիկ բաներ չունեմ, տվյալներ որ հաստատեմ ձեր պնդումը, բայց կարող եմ ենթադրել, որ շիական համակարգ ինքը ավելի ադապտացիոն ավելի ադապտատիվ է, որտեղ իրենց հայցակարգ հնարավորություն է տալիս նորը տեղայնացնելու։ Իրենք իրենց զարգացման ընթացքում կապը բարձրալի հետ այսինքն լեգիտիմության տեսանկյունից ունենալով այդ իմամի ինստիտուտը կարողացան պահել եւ նորը մտցնում են շատ հեշտ, այսինքն
Իրանի Իսլամական Հանրապետություն։ Իսլամական Հանրապետություն ձևակերպումը արդեն չի տեղավորում իսլամական հայեցակարգի մեջ, բայց շիական մոտեցում դա հնարավոր է։ Որտեւ այդ նորը տեղայնացնել, ադապտացնելու այդ համակարգը հնարավորություն տալիս է եւ մի կողմից դա կարող է լինել պատճառ, մյուս կողմից որ իրենք էլ իրենց պատմության զարգացման ընթացքում միշտ եղել են փոքրամասնություն։ Եվ փոքրամասնությունների մեջ, այսինքն իսլամական դաշտում փոքրամասնության իրար հետ աշխատելը միշտ ավելի երևի թե մոտ են գտնում եւ կարողանում են աշխատել եւ գոյատևել իրար հետ կամ լավ են հասկանում խնդիրները նման են իրար երևի եթե նման բան կա սա կարող է լինել պատճառը ենթադրում որովհետեւ այս տասնու ստատիստիկ տվյալներ չունենք բայց ունենք փորձ որ ունենք հարևան Իրան, որը 12 իմամական համակարգի հետևորդներ են եւ այնտեղ հայկական համայնքը եւ հայկական մշակութային ժառանգությունը շատ լավ վիճակում է։ Ունենք Սիրիան, որտեղ եթե վերցնենք ալավիականները որպես շիական ուղղության ներկայացուցիչ, էլի լավ էր ամեն ինչ։ Այսինքն եթե սա ենք վերցնում, ավելի լավ է ստացվել բանը, բայց ընդհանուր սա կարող է լինել։ Մտածում Սրբազան հայկական համայնքը Սիրիայում ամենակազմակերպվածներից էր, կարելի ասել, եւ ամենագործուններից։ Հիմա հասկանալի է, որ այլևս չկա առաջվա այդ կազմակերպված համախումբ վիճակը եւ հետաքրքիր է, բացի գոյատևման խնդիրներից, գոյապահպանության խնդիրներից, որոնք են օրակարգի վրա առաջնահերթ խնդիրները այսօր համայնքի համար։ Ես կգնամ համեստը բարդությամբ ասել, թե ամենագազմագերբ քաղաքը չէ միայն, այլ նաև Սփյուռքի մայր քաղաքը կգոչենք։ Այն իմաստով, որ ցեղասպանությունը հետ եկան եւ առաջին գայքը եղավ Հալեբ, Դերզոր, Սիրիա եւ այլն եւ այլն։ Եվ Սուրյո քաղաքը ոչ թե միայն ապրող քաղաք էր, այլ նաև արդատրող քաղաք էր։ Գփավե միայն դեսնել մյուս քաղաքներուն մեջ հիմնական ուսուցիչներ, խմբակիրներ, երաժիշտներ, բանասերներ, քրոներ, որոնց թիվին մեծ մասը նաև սուրիական այդ մշակույթի, հայ մշակույթի եւ մեր քաղաքի ուրեմն հոլովույթին անցած եւ գազմված եւ գրտված անցինք են, այսինքն արդատրող քաղաք էր։ Այսօր մենք ունենք գոյութենական լուրջ խնդիր, ոչ թե անհատին, այլ իբրև քաղաք։ Անշուշտ այդ ռմբագործումները, որոնք կկատարվին միայն մարդկանց վրա չէ, այդ կա իր հերթին եւ այդուհանդերձ քաղաքը այսօր դժբախտաբար շատ մահոգենաց պայքարի մեջ է։ Մենք ունենք դարբեր խնդիրներ, այսինքն հիմնեցինք այսպես կոչված շտաբօգնության մարմին եւ իբադիվ մեզի դիտեմ թե աշխարհի 4 կողմերեն հայորդիներ հասան օգնության մինչև այսօր արգշարնակվի այդ որոշ տադանումներով եւ մենք կրցանք այս աշխատանքը ուրեմն բաժնել քանիմը դաշտեր ոլորտներու գրթական սննդի բնագարանային եւ առողջապահական եւ այս ծավով գրցանք ժողովրդին հասնել իրենց առօրյա կյանքը կերտելու բայց այդուհանդերձ որ գերմփագոցվին մեր դպրոցները այլևս վտանգի կյանքի քնով պետք է գազմագերբվի այս կամ այն մշակութային երեկոն կամ ցերնարգը իսկապես կդժվարանա այդուհանդերձ մենք իբրև ղեկավարներ նկատի առնելով այդ վտանգը միշտ քաչալերած ենք միշտ այսպես թեգուզ վախով բանջած ենք մեր ժողովրդին որպես ներգալան թե գեղեցական մեր արարողություններուն կրոնական հոգևոր կյանքին թե գրթական մեր դպրոցներենս եւ թե մշակութային մեր ակումբներենս որբեսի այս բոլոր ադելության այս թոհուբոհին մեջ իրենց հոգևոր եւ մշակութային ինքնությունը հանգստությունը գտնեն այս ցերնակներում մեջ եւ անոր համար է որ իսկապես մեզի համար զարմանալի երբ եկեղեցի մեջ գաղութենք եւ ռմբագործման բայթումի ցաներ գլսենք թե ժողովուրդը նստած է եւ գաղութ է մեզի հետ եւ թե իրենք ջամփա ունին դուն վերադարձի մշակութային ցերնակը գլա բոլորը գուքան եւ իսկապես թիվը լավ է անշուշտ համեստ է համեմատած նախորդ տարին եւ ի զարմանս եւ ի բադի մեր ժողովրդին այդ կյանքը գա եւ մենք կփորձենք ադիգաբահել որպեսի թիմակիցնից չգործունցնենք
Սրբազան, իսկ հայտնի են հայերի կորուստները, մոտավորապես ինչքան եկեղեցիներ են տուժել, մշակութային ժառանգության որ մասն է տուժել, որքան հայեր են արտագաղթել Սիրիայից, կան այդպիսի տվյալներ։ Դժբախտաբար 70%-ը քաղաքին քաղաքական վիճակի մեջ է։ Ըլլա Սուրիո մեջ, մեկ քաղաք է մյուս քաղաք եւ կամ Սուրիայեն դուրս։ Ճշգրիտ տվյալներ չունենք, բայց Հայաստանի մեջ մենք գենթադրենք 17000-ին 20000, Լիբանանի մեջ 15000-ի շուրջ եւ քանի հազար ալ պիտի հաշվենք թեպի Արևմուտք եւ Կանադա եւ Ավստրալիա։ Այդ մեզ թույլ կտա մեր ծխական ծրության արձանագրության հիման վրա ասելու թե 70%-ը ուրեմն իրենց բնակարանեն, իրենց տներեն դուրս են։ Այսօր չեմ չափազանցեր ասելու թե Սուրիո մեջ հազիվ պիտի ունենանք 20000-ի շուրջ հայություն, 100,000 քաղաքեն, որոնց մասին մենք որոշ չափով դեղեցություններ ունենք։ Կալով եկեղեցիներուն արդեն կեսաբի եղելությունը մեր աչքին առջև է, դերձորի բարական եւ հյուսիսային շրջանի, ինչպես այդ Թել Աբիատի, Ռասուրայինի եւ գամ ավելի ծովափնյա շրջանին Յակոբիեի, Հոմսի եւ նույնիսկ Հալեբի մեջ։ Այսօր Հալեբի մեջ մենք ունենք միայն երկու եկեղեցի կորձող, երկուքն ալ վտանգված են, բայց նորեն ցանկը կշարունակվի։ Ունենք նաեւ ասկային դուներ եւ մշակութային դուներ, որոնք նաեւ որոշ չափով ռոմպագոծված են կամ այլևս այդ շրջանը պատերազմական կոդի մոդ է եւ չենք գործածեր։ Ունենք վարժարաններ եւ դպրոցներ եւ նույնիսկ հիմնական Հալեբի մեջ մանավանդ եւ խդացված դպրոցական կյանք ունենք, ասի մեկ երկու դպրոց խդացված մեկ շենքի մեջ, մեկ մասը Արդուգնը, մեկ մասը Երիգունը, մեկ մասը Մանգաբարտեզի բաժինը կամ դպրոցեն ուրիշ ագումբի մեջ տեղափոխված եւ այլն եւ այլն։ Այդուհանդերձ միան կնամ ասել թե իսկապես ահավոր կորուստներ ունենք, որոնց վերականգնումը նոր մարտահրավեր մնա եւ նոր դժվարությունը պիտի լա մեր քաղաքին արչեւ 30-ի հասնող եկեղեցիներ ունենք, ճիշտ է, բայց դա միան արաքելական եկեղեցիներն են, հայ արաքելական, եթե նկատի ունենանք հայ կաթոլիկ եւ հայ ավետարանական եկեղեցիները 50-ի հասնող պիտի ունենանք։ Եվ մեր եկեղեցին արաքելական եկեղեցիները բարակային գրնամսը որ այսօր կորձող են հազիվ 8-ի չափ եկեղեցիներ։ Սա չնշանակի թե բոլորը գործանած են։ Պարզապես այնտեղի ժողովուրդ ունա քեսաբի մեջ կան եկեղեցիներ, որոնք չկանթվեցան, բայց ուրեմն այնտեղին անցան այս ահապեգիչները եւ այսօր այնտեղ մշտական բادرակ չլար, հերթափար գլա պատարակ։ Կան եկեղեցիներ, որոնք թերևս խոնարհված են, ինչպես Հոմսին, Դերձորին, Յակոբիե եւ այլն, եւ այսօր մեզի համար առաջնահերթ խնդիր չէ եկեղեցու վերակառուցումը եւ ժողովուրդը ինքը քոյությունական բայկարի մեջ է։ Այդուհանդերձ Հալեբը միան երկու եկեղեցի մնացած է եւ այս ծովով գրնամ ասել թե բավական եկեղեցիներու գորուսներ ունենք։ Ասոլ գողքին չմոռնամ նաեւ հիշելու թե նաեւ բավական կորձադեղիներու եւ խանութներու խնդիր ունենք մենք Հալեբի մեջ եւ ուրիշ տեղեր եւ հազարի հասնող ուրեմն կորձադեղեր եւ խանութներ վնասված, կողոպտված, թալանված, ռմբակոծված եւ ծևոմը կանթված են։ Մենք տեսնում ենք, պարոն Քոչարյան, որ ծայրահեղականները, իսլամիստ ծայրահեղականները ինչպես են վերաբերում առհասարակ մշակույթին ու մշակութային կոթողներին, ասենք իրենք կարող են ընդհանուր միջև ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ եղած մշակութային կոթողներին տեսնում ենք ինչպես Պալմիրայի ավերակները օգտագործում են իրենց հակառակորդներին պատժելու համար։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինչպես է արձագանքում այս եղելությանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային հանրությունն է ինքը համապատասխան է դիվանագիտական եւ հայտարարությունների տեսքով իր հայտարարությունները արել է բոլոր դեպքերի հետ կապված, բայց խնդիրը նա է, որ մենք գործում ենք երկու տարբեր արժեքային համակարգերի հետ, որոնք մենք մեր արժեքային համակարգով կամ այն մշակութային ժառանգությունը, որի կրոն ենք նաև մենք, եւ որի արդյունքում այդ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստեղծված է որպես ժառանգություն, փորձում ենք դատել իսլամիստական խմբերին, որոնց արժեքային համակարգը կոնկրետ ուրիշ առանցքով է կառուցված եւ իրենց պատկերացրած
այդ համակարգում, այսինքն Պալմիրան հեթանոսական միջավայր է։ Այսինքն դա ոչ մի արժեք չի ներկայացնում։ Եթե ուշադիր նայեք, Պալմիրայում քանդեցին հեթանոսական տաճարներ առաջնահերթ, ոչ թե ասենք պատերը կամ ինչ-որ մի այլ բնակավայրություններ, հեթանոսական կառույցներն են բոլոր տեղերը քանդվել առաջին, որտեղ իրենց տեսանկյունից դա հեթանոսություն է, եւ հեթանոսության պաշտամունք է, որը պետք է վերացնել, որտեղ այդ երբ որ խոսում ենք սուննի շիական համակարգերի ադապտացիան հնարավորությունից, այդ սուննիականի մեջ այդ հնարավորությունը չկա երևի, որտեղ ինքը զարգանում է իր 4 հիմնական իրավական դպրոցների շրջանակներում եւ կան մտածողներ եւ ուղղություններ նույնիսկ փորձում են ադապտացիաներ, ադապտատիվ բաներ մշակել հայեցակարգի եւ տեղայնացնել նոր աշխարհը, բայց դրանց այդ խնդիրներ չունենք մենք։ Այդ հարցը դա չենք քննարկում, խնդիր ունենք այն հատվածի հետ, որը որ փորձում է իդեալական ումմա ստեղծելու պարագայում, տեսնում է դրա միակ ձևը երբ էր դա Մուհամեդի ապրած ումման էր, լավ մի խումբ է ծայրահեղ մտածողների, նաև բերում է առաջի 4 խալիֆների ստեղծած ումման, այսինքն երկու տարբեր համակարգ են փորձում վերարտադրել, իսկ այն ժամանակ Մուհամեդը ասենց էր ասում, սա է թողի ժառանգություն, բառացի հասկանում ենք, սա բառացի վերարտադրում ենք, երբ որ փորձում ենք դա կիրառել, ունենում ենք ինչ որ ունենք։ Անհանդուրժող իրականություն ոչ մուսուլմանների հանդեպ։ Անկամ իսլամով նախատեսած ոչ մուսուլմանների տարբերակումը գրքի ժողովուրդների եւ հեթանոսների, անգամ այս պարագայում տեսնենք, որ անգամ դրանք են խախտվում։ Չնայած եթե վերցնենք առաջի շրջանը Ռաքայում քրիստոնյաներին հնարավորություն տվեցին ջիզիա վճարել, գլխարկ եւ մնալ։ Այսինքն մենք մինչեւ, եթե չեմ սխալվում, ես մինչև նախորդ տարի տեղեկությունն է, որ այնտեղ դեռ ունենք հայեր, որ ապրում են ցավոքսրտի վերջի տարի ընթացքում, չգիտեմ, ենթադրում եմ, որ դուրս են եկել կամ կարող է վաճառակատագրի արժանացած լինեն, բայց այսինքն կար այդ համակարգը աշխատանքն հետո փոխվեց, այսինքն այնտեղ էլ միանշանակ չէ այդ ամբողջ իսլամական պարզապես կա բառացի տարածի ընկալումը այդ ժառանգության, որ թողվել է Մուհամեդի կողմից, այսինքն Ղուրանն ենք վերցնում, Ղուրանում գրված է, հադիսներում սենց է գրված, սենց ենք անում։ Ինչ որ էպիզոդներում հնարավորություն կար իրենց հետ բանակցային գործընթաց վարելու, որպեսզի չոչնչանա այդ մշակույթը։ Այն ինչ մասին որ խոսում ենք, դա տեսական ենթադրվում է, որ եթե ծայրահեղ խմբեր են, այդպես պետք է վարվեն, բայց իրականության մեջ պետք է բացառել եւ բացառված չէին այն դեպքերը, մարդիկ պարզապես բիզնես էին անում, նրանց շրջանակներ մեկ կային։ Այսինքն այդ վաճառվում էր այդ ժառանգության սև շուկան հնությունների, ողողված այդ ամեն ինչով այսօր։ Այսինքն նա ունենք, նաեւ նա ունենք, երկու տարբերակներ կան, այսինքն ձեր ասած բանակցելը կարող է այդ երկրորդ մասին ավերաբերում, որ նա ուր եղել գնել, տանել, բայց բելի տաճարը չես կարող գնել։ Նա պայթեցվեց։ Իսկ արձանները Պալմիրայի թանգարանի նմուշները դրանք մեծամասնությամբ սև շուկայում շրջանառվում են այսօր։ Մի մասը հայտնի է, բայց մնացածը ընդհանրապես հայտնի չի ինչ եղավ։ Եվ մնացած բոլոր վայրերից Մոսուլից վերցրեք, Նինվեից վերցրեք, Իրաքի տարածքից անգամ չկա։ Սա սև շուկայում է պատտվում եւ դա առուծախի առարկա եւ դա ավելյալ եկամուտի աղբյուր է նույն իսլամական պետության համար կամ այն խմբավորման, ով վերահսկում է տվյալ տարածքը։ Պարոն Քոչարյան, աշխարհը շատ արագ է կարծես թե փոխվում եւ ինչպես հաղորդման սկզբում էլ նշեցինք, առաջ են գալիս նոր դաշնակիցներ, նոր հակառակորդներ։ Կարելի է ասել, որ նոր աշխարհ է ձևավորվում կամ գոնե նոր մերձավոր արևելք է ձևավորվում։ Իմ կարծիքով նոր աշխարհը բավական տևական ժամանակ է որ կա արդեն։ Այդ աշխարհը երբ բնութագրվում է իր ինֆորմացիոն հոսքերի արագությամբ եւ ժամանակի կրճատման, փոքրացման եւ տարածքների կրճատման։ Այսինքն այս նոր իրականությունը, որտեղ այն մշակութային շերտերը, այն մշակութային դաշտերը, որոնք հասկանում են, որ աշխարհը փոխվել է եւ նրանք փորձում են տեղայնացնել եւ իրենց տեսնում են այդ փոխված աշխարհում եւ աշխատում են այսօր այդ ուղղությամբ, նրանք հնարավորություն ունեն այդ post factum, որ գնահատել ունենք այսօր ինչ ժամանակաշրջանում էինք ապրում, դա ասենք
post-մոդեռներ, թե պարզապես թվային դարաշրջանն է, որ ապրում ենք, կլինեն այդ դարաշրջանում հաջորդ փուլում։ Մյուսները ցավոք սրտի հիշողություն են լինելու, որոնց մասին հիշվելու է։ Այսինքն այդ տեսանկյունից փոխվել է աշխարհը եւ փոխվել է ոչ միայն մերձավոր արևելքը, փոխվել է ամբողջ աշխարհը եւ այդ մերձավոր արևելքը, քանի որ նոր աշխարհը ինքը այդ փոխված աշխարհը ինքը ցանցային աշխարհ է։ Իսկ ցանցային աշխարհը ինքը չի հանդուրժում բուրգային կառույցներ։ Որտեղ բուրգը ինքը շատ կուռ կառույց է եւ տոտալիտար համակարգ է ենթադրում, մեկը վերևում նստած է։ Ցանցը քանդում է բուրգերից, մերձավոր արևելքը բուրգեր էին ամբողջը։ Մենք ոնց ենք տեսնում, մենք ինչ ունենք անելու, որ այդ փոխված մերձավոր արևելքում կամ փոխված Սիրիայում մեր տեղ ունենալու։ Իսկ այդ process-ը գնում է։ Ունենք Սրբազան վաղվա Սիրիայում։ Ես կուզեի մի քիչ ընդհանրացնել հարցը, մասնավորաբար հարցնելով, ինչ տեղ ունեն քրիստոնյաները այդ նոր մերձավոր արևելքում, որովհետև բավական դարձյալ տևական ժամանակ ասում ենք, որ սա կազմակերպված էր նաև քրիստոնյաներից դատարկելու մերձավոր արևելքը։ Նույնիսկ խոսում էին, որ միջանցքներ բացվեցին, որպեսզի տասնյակ հազարներով մարդիկ այնտեղից հոսեն։ Ուրեմն Սիրիան քրիստոնեական երկիր է։ Դա պետք է ասենք եւ գսվի եւ դժբախտաբար նաև այսօր կգործածվի իբրև հագաստեցություն իսլամական եւ իսլամիստական նշանաբաններու հայտարարություններու։ Սա կնշանակի թե ինքնին սուրբ քրային երկիր է եւ քրիստոնեությունը մեծ ավանդ եւ մեծ ներկայություն ունի գազմելու համար ընդհանուր սուրյական նկարակիրը։ Ինչպես ասիկ, ես ալ գենթատրեի թե հadouk քաղաքականություն կա այս երկիրները դադարելու քրիստոնյաներեն, բայց դժբախտաբար ես անդրադարձա, որ ընդհանրապես միջազգային քաղաքական ծրագիրներում մեջ նույնիսկ տեղ չունեն քրիստոնյաները, թե անգե հետո որոշվի թե պիտի դադարեն թե չէ, որը ավելի վտանգավոր է։ Մենք աբակային դեր պիտի ունենանք, թե պիտի չունենանք, ինձ համար այդ քիչ վերացական հարցում է։ Ավելին մենք պետք է տեղ ունենանք։ Եվ անոր համար է, որ մենք ամեն չանք պետք է տապենք, թե ինչպեսի տեղ պետք է ունենանք։ Այսօր մենք ամեն անգամ կհայտարարենք եւ կսենք, թե հայերը նոր եկող օդար դարմը չեն սուրյո իրականության մեջ, այլ մենք այնտեղ ենք տարեր շարունակ մեր եկեղեցիները, որոնք ոչ թե ցեղասպանության յետ 80-100 տարվա պատմությունին, այլ նաև այնտեղ ունենք 500 տարվա, 1000 տարվա եկեղեցիներ եւ ներկայությունը կա։ Ուրեմն մենք նաև գհուշենք միշտ սուրյո տարբեր քաղաքական կրոնական ուղղություններուն, թե մենք կանք այստեղ աբական եւ ես վստահ եմ, որ օրը պիտի ավարտի այս պատերազմը վաղը Աստված տա կամ եկող տարի կամ ժամանակ մի եւ այնտեղ պետք է ունենանք մեր թիրքը եւ խոսքը պաշտպանելու համար մեր իրավունքները ըլլա կրոնական կետնի վրա, ըլլա քաղաքական կյանքի մեջ եւ ըլլա նաեւ մշակութային կրթական դարբեր ոլորտներուն եւ դաշտերու մեջ։ Այս ուղղությամբ է որ մենք պետք է աշխատենք եւ նայենք։ Այսօր մեր թիրքը ամբողջությամբ ուրիշ է եւ ավելի բարենպաստ պայմաններ կան եւ մենք նաեւ գրնանք լալ խաղաղության ջատակով եւ գրնանք լալ այն դարը, որը միշտ պատրաստ է համագերվելու, միշտ պատրաստ է նաեւ երկրին զարգացման աջակցելով օժանդակելու։ Ես չեմ կարծում, որ Սուրիան պիտի դարտարկվի հայերեն եւ միշտ պիտի ունենանք մենք հայկական խաղոտ եւ ներկայություն։ Եվ պետք է աշխատենք ցևոմը ոչ թե թվականագին վրան, այլ որագին վրան։ Եվ ունենք մենք այդ ներուժը ունենք, այդ կաչալերելով եւ բահելով, որպեսի աբակա քաղաքական կյանքի մեջ ունենանք մեր մասը։ Օրինակի համար 1920 թվականին այս կողմ ունեցած ենք խորհրդարանի մեջ հայ երեսփոխան։ Եվ այս տարի մենք ունենք 2 երեսփոխան եւ 1 նախարար։ Ասոնք մեզի համար պետք է մեր ուժը երաշխավորող աստակները լան ասելու թե մենք քաղաքական կյանքի մեջ ենք եւ գրնանք լալ։ Եվ անոր համար պետք է բոլոր գոմերուն հետ մեր գաբերը չգդրենք եւ ունենանք այդ երկխոսության եւ իրենց հետ այդ գաբերը ամուր բահենք, որբեսի ասենք թե այս նոր պատրաստվող նոր ողջ սուրյո մեջ անոր մշակման մեջ մենք մեր թերը ունենք եւ նաեւ հոն մնալով անշուշտ, բայց անոնք որ պիտի իրենց կյանքը պիտի փրկեն հերանալով այս անգամ իմ
առաջարկս է բանջս է Հայաստանի մեր իշխանություններն որպեսզի իսկապես լուրջ եւ կորզնական մտածեն մշակեն հայրենադարձության կարողությունները ամբողջ չէ որ սուրիահայեր գուքան եւ կող չեն կամ շատ սուրիահայեր կան որոնք կփափակին իրենց երազ իրականացնել իրենց բաբերուն բայց իսկապես պետք է լուրջ նստիլ եւ պայմաններ ապահովել սուրիահայերուն ներքախտը հայրենադարձությունն ապահովելու համար որովհետեւ կոնե իսկապես այդ մշակույթով թրծված այդ կողտրիկ այդ ավանտաբահ դարը Սուրիայի մեր համայնքը չգործընծնենք օդարապերում մեջ Դամասկոսի միակ մայրաքաղաքն է որը կամ քաղաքն է մշտապես բնակեցված է եղել եւ կենտրոնական քաղաքը որը հիշատակված է Աստվածաշնչում դեռ այսօր գոյատևողներից Այսինքն սա այդ քրիստոնեական ժառանգությունը Սիրիայում ամենուր է այսինքն դեռ ամեն քարի տակ մի բան կա մի պատմություն մի Աստվածաշնչյան իրականությունից եւ այսինքն դա կա բայց դեմոգրաֆիկ առումով փոխվում է նաեւ պատկերը Սիրիայի մուսուլմանական միության հանրույթները ավելի դեմոգրաֆիկ աճ են արձանագրում քան քրիստոնեական սա էլ է բերում այդ բալանսի խախտմանը բայց ծրագրված այսինքն պլանավորված այդ ծրագիրը որ քրիստոնյաներին հանում ենք մեր զորավարքից կան տենց հորոտեսական պատկերացումներ եւ վերլուծություններ, բայց տենց հեշտ չի դա։ Այսինքն մարդիկ մենք իրենց բնութագրում ենք քրիստոնյա, ոչ քրիստոնյա, մուսուլման եւ կամ այլ այդ կրոնական հանրույթին պատկանում, բայց այդ մարդիկ այդ երկրի քաղաքացի են, այդ երկիրը իրենց տունն է եւ ոնց որ մենք մեր տան համար պայքարենք, իրենք էլ են պայքարում իրենց տան համար։ Այսինքն այդ հանգամանքը պետք է միշտ հաշվի առնել։ Նույնն մեր հայ համայնքի հետ կապված մարդիկ կան, որոնք չեն ուզում, պարզապես ուզում են իրենց տունը օջախը պահել։ Վերլուծաբանները կարծես թե լավատեսական կամ հուսադրող բաներ չեն ասում սիրիական պատերազմի ավարտի մասին։ Ինչ է կարծում, ինչ զարգացում կարող է լինել Սիրիայում վերջին աշխարհաքաղաքական ուրեմն վերաձևավորումների ֆոնին։ Խնդիրը իմ կարծիքով այն ինչ որ պետք է առաջիկայում ակնտեսնենք, դա մարտերն են Հալեպի համար լինելու, որոնք շատ դաժան են լինելու եւ դաժան ոչ միայն տեսանկյունից, որ սա Հալեպն է, խիտ բնակեցված եւ մարդիկ կան քաղաքային պայմանները եւ որը ասում մեծամասն կոտորավերված է, ուժեր են կենտրոնանում եւ Ասադի համար շատ կարեւոր է, որ Հալեպը լինի, այսինքն որ իշխում է Հալեպին, իշխում է Հյուսիսային նահանգներին մեծ իմաստով։ Այսինքն Հյուսիսային թուրքական սահմանի հանդեպ վերահսկողություն ապահովելու հնարավորություն է տալիս։ Բայց մենք կողմից ունենք իսլամական պետություն, որը եւ իսլամական այդ ողջաբանական պատկերացումներով Դաբիքի մոտ տեղ ունեցող ճակատամարտի ակնկալիքը ունի, որ Դաբիքը Հալեպից քիչ հեռու է գտնվում եւ այդ Դաբիքի որտեղ պետք է խաչակիրների կամ որ ասենք տապալեն եւ այդ իմ կարծիքով այդտենց պետք է որ ականացան մեծ ռազմական գործողությունների մոտակա ժամանակին, որը ուղղված կլինի Հալեպի ազատագրմանը, բայց համուր դիմադրության կարժանանա, որտեղ գործ ունենք նաև ոչ միայն իսլամական պետության, այլ խմբավորումների հետ, Ջաբհաթ ալ-Նուսրան կամ Ահրար ալ-Շամը եւ այլ խմբավորումներ, որոնք պայքարելու են։ Իրականում Սիրիայի տարածքում ունենք տարածքներ, որտեղ հիմնական բնակչությունն է, որը վերահսկվում է վարչական Ասադյան ուժերի կողմից, ունենք Իդլիբի նահանգը, որը Ջաբհաթ ալ-Նուսրա, այսինքն թուրքական ազդեցության տակ է, պայմանական ասենք, ունենք քրդական տարածքներ, հյուսիսի մի հատվածը եւ արևելքը եւ ունենք այդ աշիրետական ինչ-որ կոնգլոմերատ, որը այդ հարավային կարծես թե դեպի Իրաք ընկնող հատվածն է եւ իսլամական պետություն, այսինքն այս խմբերն են, որոնք որոշելու են Սիրիան ինչա լինելու վաղ մեծ հաշվով երկրի ներսում։ Այսինքն սրանց աշխարհակական տեղաշարժերը որ նայել ենք, ասենք Միացյալ Նահանգները մեկ քրդական աջակցություն քրդերին աջակցումը մեկ այդ աշրետական համակարգի որոշ խմբերին է աջակցում, Թուրքիան ունենք Ջաբհաթ ալ-Նուսրայի եւ այդ ասած ընդդիմադիր ուժի շարքերն են, ծոցի երկրներն են իրենց ֆինանսավորում, ունենք իսլամական պետություն, որը
ինքնաբավ է արդեն դարել ինքն իր ֆինանսավորման աղբյուրներով չնայած դրսից է ստանում, այսինքն եւ քրդերը ունեն, ասա քրդերին ասած, այսինքն այս փոփոխությունը դրան է ռեվ ռուսները ոչ մոռանանք եւ ամենակարևորը Հեզբոլլահը, որը հայտարարում է, որ ով ուզում է գա կռվելու, չգա կռվելու, մենք գնում ենք Ալեպը ազատագրելը։ Լուծումը դեռ լուծում չկա, սրան է մարդ առաջի մոտ չէ, դա բարձ է, բայց սա մարդկային զոհեր, հումանիտար ճգնաժամ, այդ ամբողջը խորացում է ենթադրում։ Շատ լավ, ուրեմն որպեսզի մի քիչ լավատեսական նոտայով այնուամենայնիվ ավարտվի հաղորդումը, ես ուզում եմ Սրբազանին մի հարց տալ։ Հռոմի Պապն էլ ընդամենը մի քանի օր առաջ խաղաղության ուրեմն կոչեր հնչեցրեց, ուղերձներ տարածեց, հղեց Հայաստանից ամբողջ աշխարհին եւ մերձավոր արևելքն էլ այնտեղ հատուկ շեշտադրվեց։ Ինչպես կարող են այդ ուղերձները խաղաղության կոչերը անդրադառնալ այս սիրիական կոնֆլիկտի վրա։ Այո, ուրեմն Հռոմի Պապը առաջին անգամ չէ, որ գխոսի եւ իր աղոթքով գաստե միջազգային քաղաքական որոշումներուն վրա։ Պիտի հիշեցնեմ, երբ Սուրիո մեջ ամերիկյան նավեր հասած էին միջերկրական ափին եւ պիտի ռմբակոծեին որոշ կետրոններ, քիմիական զենքեր կտած էին եւ այլն, եւ ինքը Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակին վրա աղոթք կատարեց, ցեվոմը քաղաքական ուրեմն որոշող անձանց վրա ճնշում կատարելով, որոնք հրաժարեցան այդ կե, հետո ուրիշ լուծումի մկացին։ Եվ իր աղոթներում մեջ միշտ հիշած է եւ միշտ հայտարարած է։ Հայաստանի մեջ ունի նաեւ իր յուրահատկությունը այն իմաստով, որ այստեղ մերձավոր արևելքին հայեր կան, իբրև քաղաքտականներ, փախստականներ, որոնք եկած են իրենց կյանքի նոր փախտը գտնելու Հայաստանի մեջ եւ ինքնին այստեղեն արակվող խաղաղության հրավերը, կոչը, պատկանը անշուշտ իր դերը պիտի հասնի։ Եվ մանավանդ պետք չէ միան ասել թե աղոթքներ միան մերձավոր արևելքի, այլ նաև անոր մեջ կար նաև Ղարաբաղի հագամարտության եւ կամ ապրիլյան օրերուն այդ ոտնձգություններուն, վայրակություններուն, որոնք նաև օգտագործեցին խոշտանգումի գլխատման, այսինքն այն ծևերը, որոնք իսլամական ուրեմն բնավորություն դարձան։ Այսինքն կնշանակի թե այդ խաղաղությունը ես կհուսամ, որ հասնի քաղաքական կյանքի մեջ որոշում առնող մարդկանց սրտերուն, որովհետեւ իրենք նաև գիտակցին թե այդ վայրակությունը միայն Սուրիո մեջ չէ որ կմնա, այլ բարբարոսությունը կդարածվի եւ միայն ծայրահեղ մարդոց միտքի մեջ չէ, այլ նաև կգնան իրենք բարարդ հող գտնել երկիրներում մեջ, որ նաև դժբախտաբար մեր դրացի երկիրներն են։ Եվ անոր վրա նաև ավելցնելով վեհապար հայրաբեդի ուրեմն ներդրումը եւ խաղաղության կոչը, կանչը եւ հրաշալի այդ ուրեմն քաղաքապարը թե խաղաղության աղավնիներ ուղեցինք այն սահմանին, որը ինքնին արունալի սահման մնե եւ մեզի համար պատմական մեր հիշողության մեջ ուրեմն մխրջված ցավի սահման մնե, ինքնին մեծ քայլ մներ եւ հուսամ որ այս պատկերները կմնան, այս կանչը հրավերը կմնա միշտ հնչող եւ մշտահունչ իրենց սրտերում մեջ հնչե, որպեսզի խաղաղությունը հաստատվի։ Նաեւ շատ կարեւոր ասելու թե Հայաստանը ինքնին պատրաստ է լալու փրկության նոր տապանը մեր ժողովրդին համար, ինչպես եղավ Նոյին չրհեղեղեն յետք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի եւ արաբագետ Հայկ Քոչարյանի հետ կհանդիպենք։